Շնորհակալ եմ, որ շարունակում եք հետևել մեզ եւ այսպես ներկայացնում եմ իմ հոդվածը, որը հրապարակվել է Պոլիտիկայում։ Նիկոլ Փաշինյանը պետական գործչի եւ հանրային մարդու բարոյականության չափորոշիչները իջեցնում է ռեկորդային ցածր մակարդակի։ Վերջին մի քանի շաբաթների ընթացքում նա ամբողջությամբ բացահայտել է իր էությունը, պարզվել է գործ ունենք շարքային փողոցայինի հետ, որի ձեռքին պատահաբար պետական լծակներ են հայտնվել։ Երեք սակայն Փաշինյանը անցավ բոլոր սահմանները, նա ցույց տվեց, որ բարոյական հատակից էլ կարելի է իջնել։ Եթե այս տեմպերով շարունակվի, ապա կարելի է համարձակ պնդել, իր բարոյական վթարների շնորհիվ Հայաստանի տարածքում կարելի է նավթ հայտնաբերել։ Բանն այն է, որ Փաշինյանը պատասխանելով մի հոգևորականի խորհրդանշական դիտարկմանը, թե ինքը քրիստոնյա չէ, հեգնանքով եւ սեռական ակնարկով գրառում է արել։ Պատրաստ եմ ընդունել կտրիչ Ներսիսյանին ու իր խոսնակին եւ ապացուցել հակառակը, խոսքը իր չթլփատված լինելու մասին է։ Իսկ ինքը թողի վերջո պատասխանի հարցին, կուսակրոնության ուխտը խախտել է թե ոչ, զավակ ունի թե ոչ։ Այս գրառումը տեղադրվել է ոչ թե հարբած գեղցու պատին, այլ Հայաստանի վարչապետի պաշտոնական էջում։ Սա այլևս ոչ թե սկանդալ է, այլ ազգային ողբերգություն։ Ինքս տարիներ ապրել եմ Իրաքում եւ շատ լավ գիտեմ ինչպես են նման պահվածքին վերաբերվում Արևելքում։ Այնտեղ ինչպես եւ ողջ Արևելքում, հատկապես սեռական բնույթի հայոյանքները, ակնարկները համարվում են բացառապես համբալի վարքի դրսևորում։ Ու սա չեմ ասում Փաշինյանին վիրավորելու համար, իր վարքով ու արժեքներով առաջնորդվող մարդը վիրավորվել չի կարող, քանի որ նա բարոյական շեմ չունի։ Ես սա ասում եմ, որ հասկանանք, որքան խորը փոսում ենք մենք։ Հայաստանը արևելք է։ Մեր հարևանները, նույնիսկ թշնամիների պատկերացմամբ նման լեզվամտածողություն ունեցող առաջնորդը ոչ թե վարչապետ է, այլ ցածրակարգ համբալ։ Եվ դա այդպես է, թեկուզ մեզ համար ցավոտ լինի։ Եթե Փաշինյանը լիներ որևէ եվրոպական երկրի ղեկավար, կարող էր թքած ունենալ այս ամենի վրա, հայոյել, սեռական բնույթի տողատակերով գրառումներ անել, նույնիսկ տրանսգենդեր լիներ կարող էր ու ողջունվեր։ Բայց մենք Եվրոպայում չենք, եւ չգիտեմ բարեբախտաբար թե դժբախտաբար, սակայն դա մեր իրականությունն է։ Ու հիմա հարց է, ինչ են մտածում մեր հարևանները, երբ տեսնում են, որ առաջինը քրիստոնեություն ընդունած, հազարամյակների պատմություն ունեցող, Մաշտոց, Նարեկացի, Կոմիտաս, Բաղրամյան, Խաչատրյան ծնած ժողովուրդն այսօր կառավարվում է համբալի կողմից։ Սիրելի հայրենակիցներ, ձեզ դուր է գալիս, որ աշխարհին ներկայացնող մեր դեմքն այս հրհրացող, ցածրախոս անբարոյականն է։ Եթե ոչ, պատասխանը պետք է լինի ոչ թե լայք, այլ գործողություն։ Սա, գիտեք, անկեղծ եմ ասում, Փաշինյանին վիրավորելու որևէ նպատակ չկա, այսինքն համբալ ասվածը դա ոչ թե վիրավորանք է, այլ մարդու բնորոշում է։ Եթե ինքներդ էլ փորձեք Google-ում փնտրել, թե ում կարելի է համարել համբալ, կամ այսօր ԿՊԱ-ականները ավելի շատ օգտագործում են ChatGPT, խնդրում եմ ChatGPT արհեստական բանականությանը տվեք Փաշինյանի երեկվա գրառումը եւ հարցրեք, տվեք հետեւյալ հարցը. արդյոք կարելի է այս գրառումը անող մարդուն անվանել համբալ։ Ես ձեզ վստահեցնում եմ, արհեստական բանականությունը միանշանակ կասի այո։